էլի ես կոնֆերանսի ժամանակ էլ ասացի, տեսեք, երբ որ դուք Ադրբեջանի նախագահի ասածը ինձ ուղղված հարցի մեջ դնելով սխալ եք ձևակերպում, արդեն իսկ իմ ցանկացած պատասխան սխալ է, քանի դեռ հարցի բազան չի ճշտվել։ Հիմա ես ճշտեմ հարցի բազան։ Ադրբեջանի նախագահը ասել է, որ ցարական ժամանակների քարտեզի մեջ Սևան չի եղել, ուրիշ անուն է եղել։ Հիմա ես էլ ասում եմ, այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա, դա ինչ նշանակում։ Այսինքն խոսքը վերաբերվում է, իմիջայլոց ես նախորդ բրիֆինգի ժամանակ խնդրեցի լրագրողը ինձ պետքա տեղեկություն փոխանցել, ես էլ իրան այդ քարտեզը պետք է փոխանցեի։ Այսինքն հասկանում եք, պետքա մենք ճիշտ հարցը ճիշտ պետքա ձևակերպենք, որպես պատասխանը ճիշտ լինի։ Հիմա Ադրբեջանի նախագահն ասել է, չգիտեմ, որ թվի քարտեզում Սևան չի գրած է ուրիշ անուն։ Եվ ես էլ հարց եմ տալիս, ասում եմ, որ տենց հետ են գնում, միջև որ թիվը հետ գնանք։ Ինչ վերաբերվում է անազատության մեջ, գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, այդ հարցի պատասխանն էլ ունեք, դա մենք ամեն օրյա աշխատանք ենք անում այդ ուղղությամբ եւ ես եթե կա տեսակետ, որ պետք է այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ, ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այդքան ավելի հեշտ կլուծվի նաեւ այդ հարցը։ Այսինքն դիտանկյան խնդիր է, եւ ես կարծում եմ, որ եթե եւ խաղաղությունը մնացած բոլոր հարցերն էլ կլուծի։ Շատ հարցեր կլուծի։ Այսինքն այն անկալումը, թե մենք պետքա բոլոր հարցերը լուծենք, հետո նոր լինի խաղաղություն, խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, այդտեղ էլ բացարձակ չի։ Այսինքն դա process է, կենթանի process է, հիմա էդ էլ ճիշտ չի ասել, այ այսպես պետք է անենք, այդպես, որովհետև եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, այս կետին չէինք հասնի։ Այսինքն խաղաղության այս կետին չէինք հասնի։ Հենց դրա համար է, որ մենք փորձում ենք հնարավորինս ճկուն մոտեցումներ ցուցաբերենք, այնպիսի ճկուն մոտեցումներ, որ տվյալ պահին մաքսիմալ համապատասխանում են Հայաստանի պետական շահերին։ Պարոն Փաշինյան, վերջին մեկ շաբաթվա ընթացքում թե երկրորդ, թե երրորդ նախագահները անդրադարձան ծեր կառավարության իրենց խոսքով ձախողումներին, իրենք փաստարկներ ու տարբեր փաստեր ներկայացրին, բայց ես կխնդրեմ անդրադառնալ Սերժ Սարգսյանի մեր հայտարարության, ըստ որի դուք ձեզ առաջարկվել է, հա, փոխվարչապետի պաշտոն 2018 թվականին, ուզում եմ ներկել կամ հաստատել այս լուրը, եթե առաջարկվել է, ապա ում կողմից ինչ պայմաններում եւ ինչու է մերժվել։ Լսեք, ինչ լավ է այդ հեղափոխությունը տեղի ունեցել ըստ էության ուղիղ եթերում։ Բայց եթե ուղիղ եթերում տեղի ունեցած է, ամբողջ, որովհետև Կարեն Կարապետյանի հետ հանդիպում չի եղել, որ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում լիներ, կլիներ ուղիղ եթերում։ Հա, Կարեն Կարապետյանի հետ մեկուսարանում եղել է հանդիպում, ճիշտ է, կներեք, մոռացել էի։ Եվ երկրորդը խոսվում է դեսպանների մասին, ես հատուկ այդ թեմայով դեսպանների հետ հանդիպում եմ արել եւ երեկվա հավաքը նկատի ունի։ Չէ, հեղափոխության ժամանակ իրանք հանդիպում են ուզել ինձանից եւ այդ հանդիպման հիմնական նպատակն եղել է, որ իրանք ասել են կարող ենք օգնել, աջակցել, ես ասել եմ անընդունելի է ինձ համար։ Ես Հայաստանի ներսում օտարերկրյա դեսպանների միջնորդության կարիք չունեմ, որպեսզի Հայաստանում մեր քաղաքական օրակարգը առաջ մղել։ Այսինքն ցանկացած տես թեմա, որ ինչ որ մի դեսպանի միջոցով ինչ որ մի առաջարկ արվել կամ հետ առաջարկ ստացվի, դա ի սկզբանե սուտ է։ Իսկ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումը լավ հիշեցրիք, ինձ իսկապես մոռացել եմ։ Մի րոպե, բանտում հանդիպումը եղել է հետևյալ, ես ես ասեմ ինչ ա եղել։ Հիմա շատ լավ առիթ է պատմեմ ինչ ա եղել այդ հանդիպման ժամանակ։ Կարեն Կարապետյանը եկել է եւ ինքը խոսել է Սերժ Սարգսյանի անունից։ Սերժ Սարգսյանի անունից խոսել է եւ ասել է, որ փորձ արել նենց անել, որ իրենք
ինձ ազատում են եւ հեղափոխական process-ը չի շարունակում։ Ես ասել եմ ոչ, դա նախ ասեմ փոխվարչապետի մասին, ընդհանրապես երբեք որևէ մեկի հետ ընդհանրապես տենց ակնարկ եւ խոսակցություն ընդհանրապես որևէ մեկի հետ չի։ Որևէ մեկի հետ ոչ միայն փոխվարչապետ, որևէ պաշտոնի մասին որևէ խոսակցություն ընդհանրապես չի եղել։ Ես չգիտեմ իրենք նման բան քննարկել են թե չէ, բայց ես չի էլ թույլ տա որ տենց խոսակցություն տեղի ունենար։ Սկսենք դրանից։ Դա բացառում եմ, այո։ Չի կարա տենց մի րոպե։ Ներողություն, թողեք պատասխանեմ։ Եթե չի եղել մեկը հայտարարում է դա ի՞նչ է։ Հիմա դուք անդադ տեսեք 1000 ներողություն եմ խնդրում, չէ։ Տեսեք այսօրվա մեր լրագրության առանձնահատկությունն է դա։ Փաստը դնում ենք մի կողմ, գնում գնահատականի հետևից։ Ես ասում եմ չի եղել։ Դուք ինձ ասում եք ուրեմն դա կեղծիք է։ Կեղծիք չի, հրավառություն է, վեպ է, պատմավեպ է, բանաստեղծություն է, թե պիես է։ Այդ գնահատական է։ Ես ասում եմ չի եղել, ասում եմ իսկ բացառում եք որ ձայնագրություն լինի, ասում եմ ուրիշ փաստ բացառում եք որ ասում եմ այո բացառում եմ, ընդհանրապես բացառում եմ որ որևէ ձայնագրություն կլինի, որը իրենց ասած եւ իմ կողմից հերքված որևէ նյուանս կապացուցի, բացառում եմ որևէ թեմայով, այսինքն հիմա ես ձեզ հետ շփվում եմ, մի նեղվեք, ինձ հարցրեք, ինչ որ եղել է, կասեմ եղել է, ինչ որ չի եղել կասեմ չի եղել։ Հիմա պատմեմ, թե ինչ է եղել Կարեն Կարապետյանի եւ իմ խոսակցությունը։ Խոսակցությունը եղել է հետեւյալի մասին, որ Կարեն Կարապետյանը ըստ էության ակնարկել է, ուղիղ չի ասել, բայց ակնարկել է ենթատեքստերով։ Եթե ինքը հերքի ես դա կհասկանամ, որովհետեւ ուղիղ չի եղել խոսակցությունը եղել է ենթատեքստերով, որ իրանք ինձ ազատեն, մեզ ազատեն եւ հեղափոխությունը, այսպես ասած, հեղափոխությունը դուրս գա օրակարգից եւ մենք ինչ որ ձևով Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը որպես բոլորի կողմից ընդունելի տեխնացու ստանձնի իշխանություն։ Ես ասել եմ դա ընդունելի չի ինձ համար եւ Սերժ Սարգսյանը պետքա հեռանա, որից հետո Կարեն Կարապետյանը գնացել է եւ ասել է, եկել է վերադարձով, վերադառնալով ասելով որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է որ դա տեղի ունենա ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո։ Ինքը ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը ընդունի, որից հետո հրաժարական տա։ Ես ասել եմ դա անընդունելի է, ես չեմ ընդունի այդ տարբերակը, որից հետո գնացել է եւ ես չգիտեմ, բայց ընդհանրապես գրում էր խոսում էր ինչ որ մեկի հետ, չգիտեմ ում հետ էր խոսում, որից հետո վերադարձել է եւ ասել է որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ հունիսին։ Ես ասել եմ դա ընդունելի տարբերակ չի եւ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմալ մյուս օրը։ Որից հետո ինքը գնացել է, եկել է, ասել է ընդունելի է այդ պայմանը։ Էս է եղել մեր խոսակցությունը մեկուսահանում Կարեն Կարապետյանի հետ։ Պարոն Փաշինյան, բան բաց թողեցի ձեր հարցից։ Հա, ինչ վերաբերում դուք ասեք ձախողումների մասին։ Ուրեմն հարգելի գործընկերներ, ուզում եմ էտել ընդհանրապես այս քննարկումների արդյունքում բյուջեն քննարկում խոսելու է, ես էլ եմ անդրադառնալու, պատգամավորներն էլ են անդրադառնալու, աշխարհում մարդկության պատմության մեջ չի եղել որևէ կառավարություն, որը ձախողում չունենա։ Թեման բոլորովին ուրիշ բանի մասին է։ Բոլորովին ուրիշ բանի մասին է եւ այդ գնահատականը կապված է նրանից, գնահատականը, թե ինչ խնդիր է դրված մեր առաջ լուծելու համար։ Ես այդ խնդրին գուցե այս քննարկման ժամանակ էլ անդրադառնամ, բայց կարծում եմ առավել մանրամասն կանդրադառնամ առաջիկայում կայանալիք համաժողովի ընթացքում։ Համեցեք։ Պարոն Փաշինյան, դուք մեկնարկել եք աթոդիկոսին հեռացման գործընթաց եւ արդեն 3-րդ պատարագին եք մասնակցում, պատրաստում եք 4-ին մասնակցել, բայց մենք տեսնում ենք, որ առանձնապես մեծ բազմություն չի հավաքվում, միայն քաղաքացիական պայմանագրի պատգամավորներ, նախարարներ են միայն ներկա լինում, եւ հիմա 4-րդն եք պատրաստում մասնակցել, կարող ենք ենթադրել, որ դուք միայնակ եք մնացել աթոդիկոսին հեռացման գործընթացում, դուք հանրային աջակցություն չունեք այս հարցում։ Գիտեք ինչ, ես Աստծո հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ։
որովհետև դուք ասում եք գնում եք պատարակի, մարդիկ չեն հապի, մենք պատարակի ենք գնում, ես պատարակի եմ գնում, ես չեմ գնում հանրահավաքի։ Ես ում համար։ Ում համար։ Ձեզ համար է կարող է այդպես ստացվում, որ դպրոցի, գիտեք, հանրապետությունում քանի դպրոց կա։ Չէ, մի րոպե, հանրապետությունում կա հազարավոր դպրոցներ, չէ՞։ Այսինքն 1000 տնօրեն մասնակցում է դպրոցին, պատարակի։ Պատարակներ ժամանակ չեն ծափահարում, բայց օրինակ Հովանավանքում ծափահարում են շատ։ Գիտեք ով է որոշում պատարակի ժամանակ